Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթև Նեմարաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանին, բարի գալու, շնորհակալ եմ, որ այստեղ եք, մեր հաղորդումները որպես կանոն ստացվում են շատ հետաքրքիր, շատ ուրախ ու շատ մանկական, ու վստահ եմ, որ սա եւս բացառություն չի լինելու, որովհետեւ խոսելու ենք այսօր էլի երեխաների առողջությունից, մասնավորապես երեխաների բերանի առողջությունից, ու այսպես եթե ավելի մասնավորեցնենք, խոսելու ենք սեդացիայից։ Նախ ինչ էր ինձ ներկայացնում սեդացիան, ինչ ասել է սեդացիա։ Ողջույն Տաթև ջան, կրկին անգամ հաճելի է հյուրընկալվել ձեզ։ Նախ ասեմ, որ սեդացիան ունի բազմաթիվ եւ բազմատեսակ տարբերակներ, իսկ մենք ստոմատոլոգիայում օգտագործում ենք ազոտի ենթօքսիդով, N2O կոչվող այսպես գազի եւ թթվածնի միաձուլված միքս գազով սեդացիայի տարբերակը, որը անվտանգ գազ է երեխայի առողջության համար եւ կպատմեմ ավելի մանրամասն, հա, երևի ինչպես է կատարվում։ Պետք է նշեմ, որ Հայաստանում առաջիններից ենք, որ կիրառեցինք այդ ամենը ստոմատոլոգիական պրակտիկայում, բայց արդեն երկար տարիներ է ամբողջ աշխարհը կիրառում է։ Մոտավորապես 60-ականներից լայն ճանաչում է գտել թե Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, թե Ռուսաստանի շուկայում եւ այսօր մեր հարևան պետություններում շատ կրկին տարածված է այդ տարբերակը։ Ինչ է իրենց ներկայացնում։ Հատուկ դիմակի միջոցով շնչուղիներին հագցնում ենք այսպես մի գազ, որը նաեւ ունի լայն ճանաչում ուրախացնող գազ կամ ծիծաղի գազ անունով, երեխան ունենում է այսպես թեթև, բժժած, թեթև ռելաքս ազդեցություն, որի հետևանքով թույլ է տալիս մենք ավելի հեշտ, ավելի հանգիստ աշխատենք եւ կատարենք այդքան սիրելի, այդքան վախենալու օրինակ անզգայացումը, ներարկումը, որի ընթացքում երեխան արդեն այլևս ցավեր չի զգալու։ Շատ կարևոր է նշել, ոչ, սա անզգայացում չէ, սա նարկոզի ընդհանուր անզգայացման կամ թեկուզ ինֆիլտրացիոն որոշակի անզգայացման տեսակ չի ընդհանրապես։ Նախատեսակ չէ, այո, ահա, նախատեսակ, ինչ-որ հետաքրքիր բառ ընտրեցիք։ Տեսեք, շատ-շատերը, անգամ բժիշկներ մտածում են, որ սա անզգայացնում է, բայց ոչ մի անզգայացում չունի, ուղղակի ավելի ռեցեպտորները թուլանում են։ Ցավոք կիրառությունը անզգայացման այս պարագայում եւս անհրաժեշտ է եւ եւս մեկ թյուր կարծիք, որ լինում են դեպքեր, երբ կա անեսթեզիայից արդեն հստակեցված ալերգիաներ, այդ պարագայում սեդացիան ոչ մի կերպ չի կարող օգնել, որովհետև այն ընդհանրապես թուլացնում է եւ օգնում է մեզ հետագա աշխատանք ավելի հեշտացնելուն։ Այսինքն, որպեսզի ավելի հստակ լինի, հա, մայրիկների համար սա օգնում է հետագայում կամ առաջիկայում կատարվող միջամտությունների համար, օրինակ ներարկման համար, օրինակ հեռացման համար, այսինքն երեխային բացի խոսքային եւ հոգեբանական պատրաստությունը, նաեւ այսպես ասած միջամտությունների գործիքային։ Դուք լիովին ճիշտ եք, ճիշտ ըմբռնեցիք մոտեցումը եւ պետք է կարեւոր մի բան նշել, սրա ազդեցությունը բավականին կարճ է։ Պետք չէ երկարատև մանիպուլյացիաները ենթադրել, որ կարող է արվի։ Այստեղ զուգահեռ ենք տանում հաճախ ընդհանուր անզգայացման ժողովրդի այդքան սիրելի, հա, նարկոզ կոչվող երևույթի հետ, սրանք խիստ տարբեր են եւ այս գազը շատ կարճ ժամանակ է ազդում, ինչպես հեշտ եւ արագ ընդունվում է օրգանիզմը, այդպես էլ դուրս է գալիս։ Կարևոր մի փաստ եւս ուզում եմ նշել, որ ազոտի ենթօքսիդով աշխատանքի ժամանակ հարկավոր չեն որոշակի հետազոտություններ։ Արյան անալիզ, EKG, թոքերի որոշակի հետազոտություններ ոչինչ անհրաժեշտ չէ, որովհետև գազը մենք այսպես թե այնպես թթվածինը շնչում ենք, սկզբնական շրջանում մի քանի րոպե թթվածինը երեխայի օրգանիզմը ընդունում, որից հետո շատ դանդաղ ավելացնում ենք ազոտի օքսիդի այսպես տոկոսը։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ հակացությունների մասին էլ չեն կարող խոսել։ Այո։ Իրականում հակացություններ գրեթե չկան եւ հիմնականում այն ցուցված չէ սնված, հա, պետք է երեխան լինի անոթի, որպեսզի չունենա փսխման ռեֆլեքս։ Մնացած բոլոր դեպքերում այն օգտագործվում է եւ բավականին արդյունավետ է։ Կարելի է նշել նաեւ մեկ կարեւոր փաստ, որ երեխաները մինչեւ 3 տարեկան այդքան էլ չի խրախուսվում։ Ինչու համար։ Նախ մինչեւ 3 տարեկան մեր շնչառությունը դեռ
որոշակիորեն խառն է, միայն քթային մաքուր շնչառություն շատ քիչ է հանդիպում։ Երկրորդ, երեխաները այդ տարիքում ավելի դժվար են վերահսկվում եւ մեր բալիկները հաճախ երբ քիթիկին հայտնվում է այդ դիմակը, այսպես քամու ազդեցությունից կամ որոշակի ազդեցությունից սկսում են գոռալ, սկսում են ըմբոստանալ, որի հետևանքով շնչառությունը թուլանում է եւ գազի ազդեցությունը եւս թուլանում է։ Ինչ ասել է կարճ ազդեցությունը, ինչքան է տևում։ Երբ հեռացնում ենք այդ ընդունվող գազը, մի քանի րոպե հետո երեխան արդեն կարող է անցնել իր առօրյա կյանքին։ Այսինքն ես ուզում եմ մի փոքր փակագծերը բացած խոսենք, որպեսզի մայրիկները հասկանան։ Այո։ Եկանք ստոմատոլոգի մոտ։ Երբ եք որոշում, որ պետք է արդեն կիրառենք այս մեթոդը, որոշումից հետո հաջորդիվ քայլերը որոնք են լինում։ Իհարկե շատ գրագետ կլինի, եթե մայրիկները մոտենան նախ կոնսուլտացիայի, որից հետո արդեն հասկանանք երեխան թույլ կտա թե ոչ, որի ընթացքում ես մանրամասն բացատրում եմ ինչ գործողություն է լինելու եւ այսպես փորձում ենք նաեւ այդ դիմակի կիրառությունը, որպեսզի հասկանանք երեխան ոնց կտանի, որից հետո արդեն հետազոտությունը եւս կատարելով հասկանում ենք թե քանի ատամ կա բուժելու, հաճախ նաեւ լինում են երկու ատամի օրինակ հեռացում կամ մեկ ատամի պլոմբավորում, մյուսի հեռացում, այսինքն գործողություն որը 1 ժամում 40 րոպեում կարող ենք տեղավորել, փորձում ենք կազմակերպել եւ հետագայում կատարել հենց արդեն փորձից հետո, բայց մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ բոլորը արդեն մոտենում են ստոմատոլոգին ցավով, մի քանի օր գիշերային ուժեղ ցավերով կամ այտուցով եւ երբեմն մենք ուղակի կոնսուլտացիայի համար ժամանակ տրամադրելը չի ստացվում։ Այս պարագայում հենց առաջին րոպեներից երեխային, եթե դժվար է համոզվում, փորձում ենք դիմակի միջոցով, խաղային միջոցով ցույց տալ, որ պետք է շնչել եւ երեխան արդեն որոշակիորեն գազի ազդեցության այդ ժամանակ միջամտությունը ներարկումը եւ գործողությունները փորձում ենք արագ կերպով կատարել։ Մեկ միջամտության ժամանակ կարող ենք մի քանի անգամ օգտագործել գազը։ Այո, սովորաբար գիտեք, այսպես է կիրառվում, սկզբից ինչպես արդեն նշեցի մաքուր թթվածին է եւ վերջում եւս պետք է մաքուր թթվածին շնչի երեխան, նախ այդ ռեզերվուար հավաքելու համար, այսինքն թոքերում պաշար ունենալու համար, թթվածնին, որ ավելի հեշտ կարողանա տանել ազոտի հենթոքսիդը, հետո շատ դանդաղ կերպով դա մեր սարքը Matrix ամերիկյան սարքը ինքնուրույն է իրականում կատարում, բայց մենք շատ դանդաղ ու քիչ դոզաներով ենք ավելացնում եւ ընթացքում չենք թողում, որ երկար բարձր գազի դոզան ունենա թթվածնի եւ գազի դոզայի միքսը բարձր տոկոսային հարաբերությունով երկար չենք կիրառում երեխային, փորձում ենք անդադ դա իջեցնել։ Եթե միջամտության պիկն է, որտեղ կարողացավ, այդ պահին մի քիչ բարձրացնում ենք։ Եվ պետք է նշեմ, որ այս պարագայում շատ կարևոր է նաև կլինիկայի ընդհանուր հագեցվածությունը, շատ կարևոր է նաև թիմի պատրաստվածությունը, օգնականների պատրաստվածությունը, որովհետև արագաշարժ եւ գրագետ մոտեցումը մեզ շատ կօգնի, իսկ ինչի բացակայությունը իհարկե կարող է բերել բավականին լուրջ խնդիրների եւ խնդիրների։ Կարող է սրանից հետո երեխայի մոտ բարդություններ լինել։ Քանի որ չկան որպես այդպիսին հակացություններ, չեմ կարող նշել որոշակի բարդություններ, բայց պետք է նշել, որ այս սեդատիվ միջոցը շատ կարևոր է եւ ուղիղ համեմատական է երեխայի հոգեհուզական ֆոնի հետ։ Այսինքն, եթե երեխան ավելի գերակտիվ է, լինում է հակառակ ազդեցություն երբեմն, երբ այդ գազի ազդեցության տակ նրա շարժումները ոչ թե այսպես դանդաղում են, պասիվանում են, այլ հակառակը էլ ավելի ակտիվանում են, լինում են նման դեպքեր, բայց դա կախված է երեխայի ընդհանուր զարգացվածության, հոգեհուզական ֆոնի եւ ամենի հետ։ Բայց կարող է եւ այնպես ստացել, որ ընդհանրապես չունենա, չէ՞, ազդեցություն։ Այո, իհարկե կարող է եւ մի կարեւոր բան ես մոռացա նշել, ուզում եմ նշել, որ գազի ազդեցության տակ երեխան իր բոլոր ռեֆլեքսները թողում է, այսինքն խոսելու, շարժվելու, թքարտադրության ռեֆլեքսը, որը մեզ այս պարագայում կարող է խանգարել եւս բավականին ակտիվ մնում է եւ երեխան ծնողի հարցերին անգամ կարող է պատասխանել։ Պետք չէ մտածել, որ կքնի այս գազի ազդեցության տակ
Գիտակցություն չի ունենա։ Այո, նա գիտակցություն ունի, նա ակտիվ է, նա խոսում է, հիմնականում օգնում է, որ ավելի այսպես հանգիստ լինի։ Բայց մենք աշխատում ենք փոքրիկ մարդուկների հետ եւ նրանք եւս ինդիվիդուալ են, յուրաքանչյուրը տարբեր կերպ կարող է արտահայտել։ Իսկ որքան ժամանակ հետո ամբողջությամբ երեխան վերադառնում է իր բնականon կյանքի։ Մի քանի ժամ հետո։ Ընդհանրապես 1-2 ժամ հետո, այո։ Ավելի մեծ երեխաների դեպքում հնարավոր է կիրառելի է թե ոչ, արժե կիրառել թե ոչ։ Օրինակ 16, քանի որ մինչև 18 տարեկանները համարվում են դեռ երեխաներ, օրինակ 16-17 տարեկանի դեպքում սա օգտագործվի, կկիրառվի, կօգնի։ Այո, այն օգտագործվում է նաև մեծահասակների համար, ոչ միայն երեխաների։ Դες բացեմ մի գաղտնիք, որ երբ այս գազը ստեղծվել է, դա հնում Չինաստանում են ստեղծել, եթե ճիշտ եմ հիշում, հիմնական կիրառել են գինեկոլոգիայում։ Եվ որոշակի էլի փոքր միջամտությունների համար այն հանդիսացել է բավականին լավ սպեղանի։ Մեր կլինիկայում եւս այն օգտագործում են մեծահասակների համար, բայց ինչպես ես արդեն նշեցի, քանի որ սա ազդում է ավելի շատ հոգեհուզական ֆոնին։ Մեծահասակները մենք բոլորս, ես ինքս էլ, հա, այդ գազը փորձարկել եմ մինչև երեխաների հետ աշխատել, մենք ավելի մեր պատկերացումներն են, քանի որ մենք գիտենք դա ինչ է փորձում ստանալ։ Ու դրանից շատ հաճախ ոչ մի ազդեցություն մեծերի մոտ չի լինում։ Բացի դա երևի նաև քաշը, հա, այդ ամենը կարևոր է։ Ձեր պրակտիկան 1-2 տարվա չէ, բավականին շատ է, ուստի այս հարցը տեղին է տալը։ Կան երեխաներ, ովքեր գալիս են եւ որևէ կերպ չեք կարողանում լեզու գտնել, կամ կա երեխա, որի հետ ընդհանրապես հնարավոր չէ աշխատել։ Հա, իհարկե։ Ցավոք կան այդպիսի երեխաներ, որոնց դեպքում ոչ մի մոտեցում չի աշխատում, խաղային մոտեցումը, բացատրելու մոտեցումը, չգիտեմ, տարբեր մոտեցումներ, լինում է դեպքեր, երբ խնդրում եմ անգամ ծնողներին սենյակից գնալ, մտածելով, որ գուցե դա կօգնի, բայց լինում են, իհարկե, լինում են նման դեպքեր։ Իսկ ո՞րն է լուծումը այս դեպքում։ Կամ փոխել բժշկին, վերջի վերջո ես կախարդական փայտիկով փերի չեմ եւ չեմ կարող բոլորին կախարդել, գուցե հաճախ նաեւ այսպես սերային կոնտրաստն է օգնում աղջիկներին տղամարդ բժիշկները, տղաներին աղջիկ բժիշկները եւ հակառակը, հա, գուցե դա եւս ունենա որոշակի ազդեցություն կլինիկայի պատերի փոփոխությունը եւ եթե այդ բոլոր մեթոդները արդեն չեն աշխատում, պետք է դիմել ընդհանուր անզգայացման տարբերակին, երեխան ամբողջությամբ քնած վիճակում ատամները հիմնովին բուժել, որպեսզի հետագայում արդեն ունենա առողջ բերանի խոռոչ։ Ես լինելով մայրիկ, ով մաքսիմալ հետևում է իր երեխաների ատամների առողջությանը, երբեմն նաև հանդիպում եմ այսպիսի հակազդումների, որ պետք չէ երեխային այդքան հաճախ տանել ստոմատոլոգի մոտ, որովհետև ատամնաքարերի եւ ատամնափարի հեռացումը կարող է հետագայում երեխայի համար խնդիրներ առաջացնել։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ այս մասին բարձրաձայնենք, որովհետև եթե դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ատամնաքարերը վտանգավոր չեն, ապա պետք է նորից ու նորից այս մասին խոսել։ Միանշանակ եւ իմ ամենասիրելի թեմային ենք կարծես թե վերադառնում, դա պրոֆիլակտիկան է, որը սկսվում եւ վերջանում է ատամնափարի կամ հիմա ավելի ընդունված է ասել բերանի խոռոչի բիոպլոնկայի կենսաբանական, հա, այդ շերտի մաքրման գործընթացով, որը տարբեր կերպ է կատարվում եւ շատ կարեւոր է ոչ միայն մեր բերանի խոռոչի հիգիենայի, այլև ընդհանուր մարսողության եւ կյանքի որակի համար։ Զարգացած երկրներում այնքան են շեշտավորում ու կարևորում նույն տարեկան 1-2 այցերը, որտեղ ատամնափարի մաքրում պետք է պարտադիր կատարվի, որ նույնիսկ չի էլ առաջանում արդեն ատամնաքարը։ Չեն էլ առաջանում եւ վերահսկվում են կարեսացին գործոնները։ Ես շատ երազում եմ եւ կարծում եմ, որ մեր հասարակությունը կդառնա այդպիսին, մենք ունենանք կիրթ հասարակություն, ովքեր ավելի ուշադիր կլինեն արդեն իսկ պրոֆիլակտիկային, հետագայում խուսափելով նմանատիպ խնդիրներից։ Եվ ի ուրախություն պետք է նշեմ, որ այն ծնողները, ովքեր տարիներ շարունակ իրենց ավագ բալիկներին էին մոտեցնում, արդեն այդ հորդորները լսելով, կարծես թե իրենց փոքրիկների, հա, փոքր զավակների կամ այլ խորհուրդներով սկսել են ուշադրություն դարձնել հենց պրոֆիլակտիկային, որի հետևանքով ավելի քիչ են հանդիպում խնդիրները։ Նաև ուզում եմ նշել, որ պրոֆիլակտիկայի
մեջ չի մտնում միայն հիգիենիկ մաքրումը։ Առավելապես մանկական պրակտիկայում գոյություն ունեն այնպիսի կարևոր պրոֆիլակտիկ միջամտություններ, ինչպիսին է օրինակ ատամների ֆիսուրիկների զմռսումը, որտեղ նոր դեռ ծկթած ատամները կարող են այսպես ֆիսուրիկներ, ունեն, փոսիկներ ունեն ատամ բնական, այդ դրանք հատուկ նյութով փակել, որ հետագայում այդտեղ չհավաքվի ատամնափառը, չառաջանա կարեսածին գործոն եւ հետագա մեր գործողությունները կարծես մենք վերահսկենք, կանխարգելենք, չունենանք խնդիրներ։ Կամ մեր օրերում բավականին քննադատված է նույն ֆտորացումը, բայց դա եւս շատ հակասական է, նույն ֆտորով մածուկները, բայց ես պետք է ասեմ, որ հիմա կա հակադարձում, որ ֆտորացումը կարեսածին գործոնը նվազեցնում է, դա եւս համարվում է կանխարգելիչ պրոֆիլակտիկ գործողություն։ Նաեւ լայն կիրառություն է ունեցել դեռ սովետական տարիներին արծաթապատումը, որը հիմա Եվրոպայի մի շարք երկրներում նորից կարծես իր երկրորդ կյանքն է ապրում, կարծես թե մենք հասակակիցներ ենք եւ կհիշենք, որ կային բալիկներ, ում բերանի խորոչում այսպես արծաթից սևացած պլոմբաներ չի ավել ճիշտ, այսպես փարի նման ինչ որ բան կար, որը կատարում էին, որ հետագայում երեխայի ատամները պաշտպանվեն։ Այդ մեթոդը իհարկե շատ հակասական կարծիքներ ունի, բայց եւս ընդունելի է շատերի համար։ Եվ ամենակարևորը ուզում եմ նշել, որ կանխարգելիչ մեթոդները պետք է կատարել առողջ ատամների համար։ Ոչ մի կարեսով արդեն ախտահարված, սևացած, մեծ խորոշով փշրված ատամի վրա կանխարգելիչ որևէ մեթոդ չի կարող աշխատել։ Այս խնդրում եմ կարևոր փաստը մենք բոլորս արձանագրենք, որովհետև երբ արդեն կան ախտահարումներ, ցավոք պրոֆիլակտիկ ոչ մի գործողություն այստեղ չի փրկի մեզ։ Եթե երեխան կանոնավոր եւ պարտաճանաչ անպայման ամեն օրը 2 անգամ լվանում է իր ատամները, ուտելուց հետո ողողումներ է անում, սա դեռ չի նշանակում, չէ՞, որ նա չի կարող ունենալ ատամնափառ եւ ատամնաքար։ Իհարկե, պետք է նշեմ, որ երեխաների լվանալը այլ խնդիր է, որովհետև հաճախ խոզանակը երբ անկանոն բերանում շարժում են մի քանի վայրկյան, դա դեռ լվանալ չէ։ Դե մեծերի դեպքում էլ։ Իհարկե, մեծերի դեպքում էլ։ Եվ մենք եթե համարում ենք, որ պարտաճանաչ օրը 2 անգամ լվանալը մեր պրոֆիլակտիկայի ամենակարևոր էտապն է, ապա չարաչար սխալվում են, գոյություն ունեն բազմաթիվ ատամնաթելեր, գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են օգնել միջատամների տարածությունը ավելի լիարժեք մաքրելու համար, մանավանդ մեզանից ոչ մեկի ատամները այնքան իդեալական շարքով չեն, որ անանցանելի հատվածներ չունենան խոզանակի համար։ Առավելապես մանկական կցվածքները, երբ լինում են նաև խառը կցվածք, մոտավորապես 8 տարեկանում 8-ից սկսած մինչև 12-13 տարեկան, երբ եւ կաթնային ատամներ կան բերանի խորոչում, եւ մշտական ատամներ կան, եւ մենք պետք է այդ միքսը կարողանանք կատարել, այն էլ դեռահասի մոտ, որ արդյունավետ լավ լվանա։ Իրականում ֆանտաստիկ ժանրից է ստացվում, բայց դե հուսանք։ Եթե այսօրվա մեր զրույցը ամփոփելու լինենք, ինչ կարևոր մեսեջներ ունեք, որ ուզում եք մայրիկներին ուղղել։ Նախ կուզեմ ծնողներին եւս մեկ անգամ ուշադրությունը սևեռել, որ ստոմատոլոգները կարող են լինել իրենց երեխաների համար լավ ընկերներ եւ պետք չէ խուսափել։ Պրոֆիլակտիկ կանխարգելիչ այցերը ճանաչողական երեխայի ընդհանուր արդեն հոգեբանական մոտեցման համար են կարևոր։ Պետք է երեխաներին դեռ փոքր տարիքից ընտելացնել, սովորեցնել բերանի խորոչի հիգիենան, խոզանակելը, ինչպես նաեւ չմոռանանք, որ չվախեցնել ստոմատոլոգներով եւ չմնաց կգնանք բժշկի մոտ։ Այո։ Բայց քիչ-քիչ ծառուցը տեղից հալվում է, չէ՞, ի վերջո սկսել ենք հասկանալ, որ բժշկով, ոստիկանով վախեցնելը մեր երեխաների համար երբեմն ճակատագրական է լինում։ Շատ հաճախ են լինում դեպքեր, երբ երեխաները ուղղակի տարական որևէ բան հարցնելու համար վախենում են ոստիկանին մոտենալ, փոխարենը մոտենում են այլ մարդու եւ լավ բան չի ստացվում։ Այո, առհասարակ կարծում եմ վախեցնել պետք չէ երեխային, որովհետև երեխան ծնվել է առանց վախերի։ Դա մենք ենք սերմանում մեր բալիկների մոտ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ ներկայության ու զրույցի համար։ Ես ցանկացած պարագայում ասում եմ, եթե մեր զրույցից կամ մեր հաղորդումից հետո
որևէ մեկին կարողանում ենք ուղղորդել դեպի առողջը, դեպի կանխարգելումը, կարող ենք հստակ ասել, որ հաջողությունը իսկապես գրանցված է եւ միշտ եմ սա նշում, երբ մենք հասնենք նրան, որ բժիշկն ասոցացվի առողջության ոչ թե հիվանդության հետ, ապա կարող ենք ասել, որ արդեն հաղթանակել ենք, այնպես որ քիչ-քիչ գոնե ստոմատոլոգիայում հասնում ենք նրան, որ պետք է գնալ բժշկյան ժամանակ, երբ չի ցավում։ Եվ երբ ցավում է, արդեն բանը բանից անցած է լինում, դանակն էլ ոսկորին հասած տարբերակներն են լինում։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաջողություն։